Ողջույն բոլորին, հավանականությունների տեսության դասընթացի 7-րդ դասախոսությունն է։ Ուրեմն այսօր կուսումնասիրենք անկախ պատահույթների հաջորդականությունը ու մասնավորապես Բեռնուլիի բանաձևը։ Ուրեմն անկախ պատահույթների հաջորդականություն։ Ուրեմն ինչի մասն է խոսքը։ Մինչև հիմա մեր բոլոր ուսումնասիրած մոդելներում, չնայած մենք հավանականային տարածություն սահմանեցինք որպես ինչ-որ վերջավոր բազմություն, որի վրա կա ինչ-որ ֆունկցիա դրական, այնպես որ բոլոր կետերում արժեքների գումարը հավասար է 1-ի, բայց մեր բոլոր օրինակներում իրականում բոլոր կետերին համապատասխանության մեջ է դրվում նույն թիվը, այսինքն այդ թիվը հավասար էր 1-ը բաժանած n-ի, որտեղ n-ը բոլոր կետերի քանակն էր։ Հիմա այսօր եւ նաեւ հաջորդ անգամ կուսումնասիրենք մի դեպք, երբ էլ արդեն այդ պայմանը չի բավարարվում, այսինքն տարբեր կետեր կունենան տարբեր հավանականություններ։ Ուրեմն որտեղից է գալիս այդ օրինակը, Բեռնուլիի փորձը կամ Բեռնուլիի մոդելը։ Ուրեմն պատկերացնենք, ուսումնասիրում ենք ինչ-որ կամ անում ենք ինչ-որ մի փորձ, որի արդյունքում կարող է տեղի ունենալ, կարող է ստացվել A արդյունքը, ուրեմն փորձ ենք անում։ Ու այս փորձի արդյունքում կարող ենք ստանալ A-ն կամ չստանալ A-ն։ Ընդ որում ենթադրում ենք, որ A-ն ամեն անգամ փորձը կրկնում ենք մի քանի անգամ, ասենք n անգամ։ Ու ամեն անգամ հավանականությունը, որ A կստացվի, այսինքն A արդյունքը կտեսնենք այդ փորձի արդյունքում, հավասար է ինչ-որ մի p թվի։ Եկեք պայմանականորեն գրենք սենց, որ հավանականություն, որ A-ն կդիտարկվի, հավասար է ինչ-որ մի p թվի, բնականաբար ենթադրում եմ, որ p-ն ինչ-որ մի թիվ է 0-ի և 1-ի մեջ։ Այսինքն կարող է 0 կամ 1 լինի, բայց այդ հետաքրքիր դեպքեր չեն։ Ուրեմն նայում ենք փորձ, կրկնում ենք այդ փորձը n անգամ ու ամեն անգամ A-ն տեսնելու հավանականությունը ասում ենք, որ հավասար է p-ի։ Հիմա ուզում ենք այս մոդելին համապատասխան կառուցենք հավանականային տարածություն ու ինչ որ բան փորձենք հասկանալ դրա մասին։ Մասնավորապես մեզ հետաքրքրում է հետևյալ հարցը, ուրեմն հարց. Ինչ հավանականությամբ A-ն կդիտարկվի կամ կստացվի M փորձի արդյունքում։ Բնականաբար ենթադրում եմ, որ M-ը ինչ որ թիվ է 0-ի և ամբողջ թիվ է 0-ի և n-ի մեջ։ Ուրեմն մենք ունենք երկու խնդիր, նախ ոնց կարող ենք այս սրան, այսինքն ինչ որ մի բան ենք անում, սրան համապատասխան հավանականային տարածություն կառուցել, այսինքն հավանականային մոդել կառուցել, ոչ թե տարածություն, ու պատասխանել ինչ որ հարցերի, մասնավորապես այն հարցին, թե որն է հավանականությունը, որ A-ն կդիտարկվի M փորձի արդյունքում։ Սրա նման բան մենք արդեն արել ենք, երբ ուսումնասիրում ենք պատահական զբոսանքը, այդ դեպքում կամ գնում էինք աջ, կամ գնում էինք ձախ, ընդ որում 1/2 հավանականությամբ։ Նույնիսկ ստեղ կարող ենք ասել, որ եթե A-ն դիտարկվում է, պատկերացնենք գնում ենք աջ, A-ն չի դիտարկվում, պատկերացնենք գնում ենք ձախ, բայց հավանականությունը արդեն 1/2 չի, այլ պարզապես p է։ Աջ գնալու հավանականությունը p է, ձախ գնալու հավանականությունը 1 հանած p։
Ուրեմն դրանից նախ փորձենք կառուցենք բոլոր ինչ էր մեզ համար հավանականային տարածությունը։ Այդ բոլոր հնարավոր ելքերն էին։ Այսինքն երևույթ ենք նայում կամ փորձ ենք անում, նկարագրում ենք նախ բոլոր հնարավոր արդյունքները։ Ուրեմն ոնց մենք կարող ենք նկարագրել արդյունքները։ Արդյունքները, քանի որ n փորձ ենք արել, կարող ենք նկարագրել վերջավոր հաջորդականությամբ a1 an։ Ընդ որում կարող ենք պայմանավորվել, որ եթե a1-ը կամ an-ը կարող են լինել 0 կամ 1, ընդ որում պայմանավորվում ենք, որ a-ին հավասար է 1-ի, եթե a-ն դիտարկվել է i երրորդ փորձի արդյունքում, ուրեմն a-ն դիտարկվել է i երրորդ փորձում կամ փորձի արդյունքում եւ 0 հակառակ դեպքում չի դիտարկվել։ Այսինքն, եթե ես արել եմ n փորձ, ամեն անգամ անփորձ անում եմ, նայում եմ, հայտնվեց թե չհայտնվեց, կախված դրանից գրում եմ 1 կամ 0, ես ստանում եմ վերջավոր հաջորդականություն, որին նայելով ես կարող եմ ասել, որ երրորդ փորձում an գրանցվել է, որ երրորդ փորձում an չի գրանցվել։ Այսինքն, այս ընտրությունը բնական ընտրություն է հավանականային տարածությունների համար, ուն պարունակում է բոլոր հնարավոր ելքերը։ Հիմա երկրորդ քայլը մենք պետք է սահմանենք հավանականություն, այսինքն այս հավանականային տարածության յուրաքանչյուր տարին համապատասխանության մեջ դնենք ինչ-որ թիվ։ Ուրեմն P, ես պետք է սահմանեմ P a1 an-ի հավանականությունը։ Եկեք ես միանգամից արդյունքը գրեմ, հետո կփորձենք հասկանալ, թե որտեղից է, ինչի է արդյունքը բնական, ինչի է այս տեսքով նման ձևով սահմանելով հավանականությունը, մենք իրոք ստանում ենք ինչ-որ մոդել, որը բնութագրում է մեր այս n միմյանցից անկախ փորձերի մոդելը։ Ուրեմն ամեն անգամ, երբ an հավասար է 1-ի, երբ an հավասար է 1-ի, այսինքն an դիտարկվել է, ես գրում եմ P, ու եթե an չի դիտարկվել, ես գրում եմ 1 հանած P, որ ես կնշանակեմ Q-ով։ Ուրեմն եկեք պատասխանը գրենք եւ տեսնենք, թե ինչ է նշանակում։ In հավասար է 1-ից n, ուրեմն ամեն անգամ, երբ an գրանցվել է, ես ուզում եմ ստեղ լինի P, եւ եթե չի գրանցվել an, ես ուզում եմ լինի Q։ Եկեք միտեղ գրեմ, որ Q-ն հավասար է 1 հանած P-ի։ Մասնավորապես գումարը հավասար է 1-ի։ Հիմա ստեղ մի քիչ մտածելուց հետո հասկանում ենք, որ եթե ստեղ գրեմ AI, ստեղ էլ գրեմ 1 հանած AI, ապա կստացվի ինչ որ պետք է։ Որտեւ եթե AI-ին հավասար է 1-ի, այսինքն an դիտարկվել է, ապա հավանականությունը P է։ Եթե AI-ին հավասար է 0-ի, an չի դիտարկվել, սա ստացվում է 1, ստեղ ստացվում է Q։ Այսինքն A1 AN վերջավոր հաջորդականությանը ես համապատասխանության մեջ եմ դնում այս թիվը։ Ամեն անգամ, երբ an գրանցվում է, ես գրում եմ P, երբ եթե an չի գրանցվում, ես գրում եմ Q։ Ուրեմն նախ ստուգելուց առաջ, որ այս իրոք բնութագրում է մեր մոդելը, այսինքն այս n անկախ փորձերը, որի արդյունքում կարող է դիտարկվել կամ չի դիտարկվել an, արդյունքը, նախ պետք է ստուգենք, որ n ինչ որ գրեցինք, իրոք հավանականություն է։ Ինչ է նշանակում հավանականություն, նշանակում է, որ բոլոր այս թվերը 0-ից մեծ են կամ հավասար 0-ի, այս ակնհայտ է, քանի որ P-ն եւ Q-ն 0-ից մեծ են։ Երկրորդ պայմանը այն է, որ գումարը պետք է հավասար լինի 1-ի։ Եկեք հաշվենք գումարը։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ եթե ես վերցնեմ գումար, վերցնում եմ բոլոր հնարավոր վերջավոր հաջորդականությունները,
որոնք պատկանում են այս ու բազմությանը, այսինքն մեր հնարավոր ելքերին, եւ գրում եմ համապատասխան հավանականությունները, հավանականություն A1 AN։ Ինչ է ստացվում։ Իրեք եկեք սկզբից պարզ դեպքեր անենք։ Եկեք սկզբից անենք n հավասար է, ուրեմն ես պետք է ցույց տամ, որ սա հավասար է 1-ի։ Հիմա եկեք պարզ դեպքերից սկսենք, n-ը հավասար է, լավ, եկեք ամենապարզից սկսենք, n-ը հավասար է 1-ի, երբ n-ը հավասար է 1-ի, ապա կա ընդամենը 2 տար, այս ու բազմությունը բաղկացած է 2 1 երկարությամբ հաջորդականությունից, կամ կարող է լինել 1, կամ կարող է լինել 0։ Ընդ որում 1-ի հավանականությունը հավասար է p-ի, 0-ի հավանականությունը հավասար է q-ի, ըստ մեր սահմանման։ Այս արտադրյալը պարունակում է ընդամենը մի անդամ, ու եթե a1-ը 1 է, ապա ստացվում է p, եթե a1-ը 0 է, ապա ստացվում է q։ Այսինքն այս դեպքում ապացուցելու բան չկա, քանի որ ըստ սահմանման q-ն հավասար է 1 հանած p-ի, գումարը հավասար է 1-ի։ Նայենք, երբ n-ը հավասար է 2-ի, այդ դեպքում u-ն բաղկացած է 4 անդամից, ամեն տեղում կարող է լինել 0 կամ 1, ուրեմն եկեք հերթով գրենք, ուրեմն երկու անգամ էլ ան դիտարկվեց, առաջի անգամ դիտարկվեց, երկրորդ անգամ չդիտարկվեց, առաջի անգամ չդիտարկվեց, երկրորդ անգամ դիտարկվեց եւ ոչ առաջին, ոչ երկրորդ անգամ չդիտարկվեց ան։ Հիմա մենք նայում ենք սրանց գումարը հավանականությունների, ուրեմն գումար, երբ a1-ը a2-ը պատկանում են նույն, այսինքն նայում են բոլոր հնարավոր զույգերը եւ համապատասխան հավանականությունները p a1 a2։ Ուրեմն ինչ կստացվի։ Ես ունեմ ստեղ 4 անդամ, եկեք 4 անդամն էլ գրեմ։ Ուրեմն առաջի անգամ ստացվում է p անգամ p գումարած երկրորդին 1-0-ին համապատասխանության մեջ ենք դրել p անգամ q-ն, գումարած երրորդին արդեն առաջին չի եղել q է անգամ p եւ վերջինին q անգամ q։ Ուրեմն ինչ կարող ենք անել։ Այս առաջինից, առաջի երկու անդամից p-ն ենք անում ընդհանուր, ստացվում է p գումարած q, երկրորդ երկու անդամից, վերջին երկու անդամից, այսինքն երրորդից, չորրորդից q-ն ենք անում ընդհանուր, էլի ստացվում է p գումարած q, սրանցից յուրաքանչյուրը հավասար է 1-ի, այսինքն այս ստացվում է p գումարած q եւ ստացվում է 1։ Կարող ենք n հավասարի 3-ն էլ անել, բայց ես առաջարկում եմ միանգամից ընդհանուր դեպք անել, պարզ է թե ինչ է տեղի ունենում, պետք է անդամներից մեկը անել ընդհանուր ու տեսնել, թե մյուսների գումարը ինչ է ստացվում։ Օրինակ կարող ենք ես ինդուկցիայով անել։ Այսինքն եկեք ինդուկցիայով ապացուցենք, որ գումարը իրոք հավասար է 1-ի։ n-ը հավասար է 1-ի 2-ի դեպքում ստուգեցինք, հիմա ենթադրում ենք, որ n-ը հավասար է k-ի դեպքում ճիշտ է։ Ուզում ենք ստուգել n-ը հավասար է k գումարած 1-ի դեպքում։ Ուրեմն եթե վերցնում ենք գումարը, միգուցե այստեղ մի հատ n դնեմ ժամանակավորապես, որ ասենք, որ հասկանանք, որ n փորձ է արվել։ Այսինքն այս ստացվում է u1, այս ստացվում է u2, ուստեղ գումարը պետք է վերցնեմ u2։ Ուրեմն այստեղ վերցնում եմ բոլոր k + 1 երկարության հաջորդականությունները, որտեղ յուրաքանչյուր անդամը կամ 0 է կամ 1։ Ուստեղ գրում եմ p a մի րոպե պետք է գրեմ նաև արտադրյալ, որտեղ հավանականությունը այս արտադրյալն էր։ Ուրեմն արտադրյալ in հավասար է 1-ից արդեն կստացվի k գումարած 1, ուստեղ լինում է p-ի a աստիճան, p-ի a-ի աստիճան եւ q-ի 1 հանած a-ի աստիճան։ Կամ եթե մի քիչ ավելի մանրամասը գրեմ, կլինի գումար
A1 AK գումարած 1 պատկանում է U K գումարած 1-ին, ուրեմն կստացվի P A1 Q 1 հանած A1 P A2 Q 1 հանած A2 եւ այլն P A K գումարած 1 Q 1 հանած A K գումարած 1։ Հիմա ստեղ մենք ինչ արեցինք։ Ստեղ վերցրեցինք առաջ երկու անդամ, որտեղ P-ն հավասար էր 1-ի եւ մնացածը գրեցինք փակցում եւ նույնը արեցինք երկրորդի համար։ Եկեք նույն բանը ստեղ անենք։ Այսինքն ես վերցնում եմ այս գումարը եւ բաժանում եմ երկու մասի։ Գումար n հաջորդականությունները, այսինքն կարող եմ ավելի բացահայտ գրեմ սենց, ստեղ վերցնում եմ 1 A2 A K գումարած 1, եկեք չգրեմ ուկան, բարձր որ ստեղ բոլորը կամ 1 են կամ 0։ Ուրեմն այդ դեպքում ինչ կստացվի, եթե այս տեսակ անդամներն են վերցնում, կստացվի P, մնացածը արդեն չեմ կարող ասել որն է, 1 թե 0, դրա համար գրում եմ ոնց որ նախորդ անգամ է գրված, ուրեմն in հավասար է 2-ից K գումարած 1, ստեղ ստացվում է P-ի AI եւ Q-ի 1 հանած AI եւ գումարած գումար, երբ առաջի անդամը 0 է, A2 AN։ Այսինքն ես այս նույն բանը արեցի, տարբերությունն այն է, որ ստեղ ոչ թե P գումարած Q է, այս ամբողջ արտադրյալն է։ Չէ, մի րոպե, դեռ չեմ հանել ընդհանուր, այ ընդհանուր հանելուց հետո կդառնա այս գումարի փոխարեն կդառնա այս արտադրյալների գումարը։ Դեռ պարզապես այս գումարը բաժանանում եմ երկու մասի։ Գրում եմ այն դեպքը, երբ A1-ը հավասար է 0-ի, 1-ի, հետո գրում եմ այն դեպքը, երբ A1-ը հավասար է 0-ի։ Մնացած անդամները չեն փոխվում, ես իրենց գրում եմ արտադրյալի տեսքով։ Ստեղ տեղի ունեն նույն բանը, պարզապես քանի որ A1-ը հավասար է 1-ի, սա չէ, A1 հավասար է 0-ի, սա դառնում է 1, սա դառնում է Q։ Ուրեմն ստացվում է Q անգամ եւ այս նույն արտադրյալը in հավասար է 2-ից K գումարած 1 P AI Q 1 հանած AI։ Հիմա ստեղ գումար էր, որտեղ բոլոր տեղերը կա այս P-ն, ես P-ն կարող եմ հանել ընդհանուր։ Ստացվի P անգամ Ստեղ ես գումարում մեկը իհարկե դեր չէր խաղում, ես կարող եմ մեկի մասին ընդհանրապես մոռանալ։ Ես ասում բոլոր վերջավոր հաջորդականությունները A2 AK գումարած 1 արդեն K անդամից բաղկացած ու այս արտադրյալը PAI Q 1 հանած AI եւ նույն բանը ստեղ է տեղի ունենում գումարած Q անգամ գումար A2 AK գումարած 1 ու ելի նույն արտադրյալն է ստացվում in 2-ից K գումարած 1 PI եւ Q-ի 1 հանած AI։ Իրականում շատ բարձ հաշվարկ է, եթե ես 1, 2, 3 դեպքեր արել եք, ես ընդհանուր դեպքը պարզապես դրա կրկնությունն է։ Հիմա ստեղ ես տեսնում եմ, որ ստեղ ստացվել է նույն թիվը, ինչ որ ստեղ, ու այս էլ է նույն գումարն է, երբ n-ը հավասար է k-ի, որտեղ ես վերցնում եմ բոլոր K երկարությամբ հաջորդականությունները, ճիշտ է, ինդեքսը ուրիշ է, ստեղ ես իրականում սխալ գրեցի, ոչ թե K է, այլ K գումարած 1։ Այս նույն գումարն է, ինչ որ ստեղ է գրված։ Պարզապես ինդեքսը փոխվում է ոչ թե 1-ից K, այլ 2-ից K գումարած 1։ Հետևաբար, քանի որ ես ենթադրել եմ, որ n հավասար է k-ի դեպքում ճիշտ է, ես կարող եմ ասել, որ սա հավասար է 1-ի, սա էլ է հավասար 1-ի, այսինքն ստացվում է P գումարած Q, որը նույնպես հավասար է 1-ի։ Այսինքն, այս մեր մոդելը, որ ստեղ նկարագրեցինք, իրոք հավանականային մոդել է, կա վերջավոր բազմություն, բազմության յուրաքանչյուր տարին համապատասխանության մեջ է դրված ինչ որ թիվ,
որը ասում ենք այդ տարի հավանականությունն է։ Այդ տարական պատահույթի հավանականությունն է։ Պատահույթ, որը բաղկացած է մի տարից։ Ընդ որում, ստեղ միայն մի դեպք կա, երբ բոլոր ը, տարական պատահույթները ունեն նույն հավանականություն, այդ այն է, երբ n հավասար է q-ի հավասար է 1/2-ի։ Այդ դեպքում ստեղ ստացվում է, ուրեմն եկեք մասնավոր դեպքում գրենք, եթե p-ն հավասար է q-ի հավասար է 1/2, ապա յուրաքանչյուր պատահույթի հավանականությունը, յուրաքանչյուր տարական պատահույթի հավանականությունը ինչ կստացվի, սա էր մեր արտադրյալը, բայց տեղ երկուսն էլ 1/2 են, այսինքն ստացվում է 1/2 i ու 1/2 1 հանած i, ստացվում է արտադրյալ 1-ից հանածեն 1/2 ai և 1/2 1 հանած i, բնականաբար ստացվում է 1/2 ու այդ կրկնվում է n անգամ, այսինքն ստացվում է 1/2 n աշճան, n ինչ որ պետք է լիներ, այսինքն ոչ թե ինչ որ պետք է լիներ, ստացվեց 1/2 n աշճան, բոլոր տարերը ունեն նույն հավանականությունը։ Մենք ավելի ընդհանուր դեպք ենք նայում ենք, երբ հավանականությունը p և q է։ Այսինքն a-ն լինում է p հավանականությամբ և չի լինում 1 հանած p հավանականությամբ։ Հիմա եկեք ստուգենք, արդյոք այս մեր n ինչ որ կառուցեցինք, իրոք համապատասխանում է այս նկարագրությանը, այսինքն i-րդ փորձի ժամանակ a-ն կարող է դիտարկվել p հավանականությամբ։ Ուրեմն դրա համար ինչ պետք է անենք։ Դրա համար պետք է նկարագրենք այս պատահույթը։ Ուրեմն մենք ուզում ենք հաշվել հետևյալ հավանականությունը, հավանականություն, որ a-ն դիտարկվել է i-րդ փորձի ժամանակ, փորձի արդյունքում։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ ես պետք է վերցնեմ այն բոլոր պատահույթները, այսինքն այն բոլոր a1, a-n հաջորդականությունները, եկեք արդեն n-ը չգրեմ, n-ը ֆիքսված կլինի, որի համար i-րդ անդամը հավասար է 1-ի։ Այսինքն a-ն դիտարկվել է i-րդ փորձի արդյունքում։ Մենք պայմանավորվել ենք, որ այս յուրաքանչյուր հաջորդականություն ունի հետևյալ իմաստը. i-րդ տեղում կանգնած է 1, եթե a-ն i-րդ փորձի ժամանակ դիտարկվել է, և կանգնած է 0, եթե i-րդ փորձի ժամանակ չի դիտարկվել։ Այսինքն մենք այս բոլոր պատահույթներից ընտրում ենք նրանք, որոնց համար a-ին հավասար է 1-ի, այսինքն i-րդ փորձի ժամանակ դիտարկվել է։ Ու ես պետք է հաշվեմ սրանց հավանականությունը, այսինքն ստացվում է գումար արտադրյալ i-ն հավասար է 1-ից n, p ai q 1 հանած i։ Բայց a-ին հավասար է մի քիչ հաջող չստացվեց, ուրեմն եկեք ոչ թե ստեղ i գրեմ, այլ գրեմ j, որտեղ ես in ֆիքսած է հիմա։ Ուրեմն j-ն 1-ից n, ստեղ ստացվում է aj 1 հանած aj։ Շատ լավ, հիմա տեսնենք ինչ է ստացվում։ Այս արտադրյալի մեջ ես i-րդ անդամը գիտեմ։ Ես գիտեմ, որ a-ին հավասար է 1-ի։ Հետևաբար ես կարող եմ գրել սա հետևյալ ձևով։ Կստացվի գումար։ Ես պետք է վերցնեմ a1, լավ, եկեք նորից է ձևով գրեմ, a-n պատկանում է u-ին, a-ին հավասար է 1-ի, ու ստեղ կստացվի p, որտեղ ես i-րդ անդամը ստեղ գիտեմ, որ i-րդ արտադրիչը հավասար է p-ի, մնացածը պետք է գրեմ, քանի որ չգիտեմ ինչ են, ստացվում է արտադրյալ, պետք է վերցնեմ բոլոր j-երը 1-ից n, որոնց համար j-ն տարբեր է i-ից, այսինքն վերցնեմ միայն նրանք, ովքեր տարբեր են i-ից, ու ստեղ ստացվում է p-aj, ոնց որ կար, q 1 հանած aj։ Հիմա ստեղ գումար է, որը ունի ընդհանուր արտադրիչ, ես սա կարող եմ անել փակցից դուրս, կստացվի p, n ինչ որ մնաց ստեղ, ես պնդում եմ, որ այդ նույն բանն է ինչ որ հետևյալը,
գումար, ես վերցրել եմ բոլոր n երկարությամբ հաջորդականությունները, որոնց մեջ a-ին հավասար է 1-ի, a-ին հավասար է 1-ի, ես այս մեկի մասին մոռանում եմ, այսինքն վերցնում եմ a2, a1, a-ի հանած 1, a-ի գումարած 1, an, ես վերցնում եմ բոլոր այս տեսակ հաջորդականությունները ու գրում եմ համապատասխան արտադրյալը։ J-ին տարբեր է i-ից և փոխվում է 1-ից n, PA, Q 1 հանած աժի։ Բայց ես էլ ինչ էր, ես նույն գումարն է, երբ ես վերցրել եմ բոլոր n-1 երկարությամբ հաջորդականությունները։ Եկեք a1 շտրիխ գրեմ, որ չխառնենք նրանց հետ, a(n-1 շտրիխ, որտեղ ստեղ վերցրել եմ բոլոր n-1 երկարությամբ հաջորդականությունները, սրա մասին գիտեմ, որ ինքը հավասար է 1-ի, այսինքն ստեղ ստացվում է 1, ստեղ ստացվում է P։ Հուսով եմ պարզ է այս ընդհանուր դեպքը, եթե պարզ չի, փորձեք անել այս պարզ դեպքերը, n հավասար է 1, 2, 3, որովհետեւ պարզ դառնա, թե ինչ է տեղի ունենում։ Իրականում շատ պարզ բան է տեղի ունենում, մի հատ P հանում ենք ընդհանուր, մնացած բոլոր գումարելները համապատասխանում են n-1 երկարությամբ փորձերի բազմությանը։ Հուսով եմ համոզեցի, որ իրոք սրա հավանականությունը 1 է։ Առաջարկում եմ ինքնուրույն ստուգել հետևյալը։ Հիմա ես ֆիքսում եմ երկու թիվ in փոքր j-ից ու գտնվում են երկուսն էլ 1-ի և n-ի արանքում։ Ուրեմն մենք ինչ ենք նկարագրում։ Նկարագրում ենք փորձերի հաջորդականություն, որոնք միմյանցից անկախ են։ Հիմա ինչ է նշանակում անկախություն։ Ինչ է նշանակում, որ i-րդ փորձը անկախ է j-րդ փորձից։ Այդ նշանակում է, որ եթե ես վերցնեմ ինչ-որ մի արդյունք, ինչ-որ մի պատահույթ, որը կախված է միայն i-րդ փորձի արդյունքից և միայն j-րդ փորձի արդյունքից, ապա դրա հավանականությունը կլինի համապատասխան պատահույթների հավանականությունների արտադրյալը։ Օրինակ, վերցնենք հետևյալ պատահույթը, ուրեմն i-րդում, կամ եկեք սենց գրեմ, a-ին հավասար է 1-ի և a-ին հավասար է, կամ եկեք 1 չգրեմ, եկեք գրեմ k1, k1 և a-ին հավասար է k2։ Ուրեմն k1, k2-ը կամ 0 են կամ 1։ Այսինքն ես նկարագրում եմ ինչ-որ պատահույթ, որը կախված է միայն i-րդ փորձի արդյունքից և միայն j-րդ փորձի արդյունքից։ Առաջարկում եմ այս բանը կրկնելով, ինչ որ ստեղ է գրված, մի քիչ ավելի երկար է, մի քիչ ավելի կարող է բարդ է, բայց հուսով եմ հասկանալի է ինչ է տեղի ունենում, որ այս նույն բանն է, ինչ որ սրանց արտադրյալը a-ին հավասար է k1 և a-ին հավասար է k2։ Ուրեմն n ինչ որ գրված է ստեղ, այսինքն a-ին հավասար է k1 կամ 1, այս նույն բանն է ըստ սահմանման, որ a-ն դիտարկվել է i-րդ փորձի արդյունքում։ Այսինքն ես վերցրեցի k1, որը կարող է լինել 0 կամ 1, k2, որը 0 կամ 1 ու նայում եմ այս պատահույթը։ I-րդ փորձի արդյունքում օրինակ դիտարկվել է a-ն և j-րդ փորձի արդյունքում դիտարկվել է a-ն։ Արդյունքը ասում է, որ, այսինքն փոքր հաշվարկը ցույց տալիս, որ սրանք այս երկու հավանականությունների արտադրյալն են, որը և ինչպես տեսաք նախորդ դասին, այսինքն ինչպես հիշում ենք նախորդ դասից, այս երկու պատահույթների անկախությունն է։ Ուրեմն հիշենք, որ երկու պատահույթ անկախ են, B-ն և C-ն անկախ են, ըստ սահմանման, այս նշանակում է, որ
դրանց հատման հավանականությունը նույնն է, ինչ որ հավանականությունների արտադրյալը։ Հիմա ստեղ այդ նույն բանն է գրած, որ i երրորդ փորձը տվեց ինչ որ արդյունք, j երրորդ փորձը տվեց ինչ որ արդյունք, այս երկու պատահույթների հատման հավանականությունը նույնն է, ինչ որ հավանականությունների արտադրյալը, հետեւաբար i երրորդ եւ j երրորդ փորձերը միմյանցից անկախ են։ Ուրեմն այս ամեն ինչը նրա համար է, որովհետեւ ձեզ համոզեմ, որ այն մոդելը, որ ստեղ կառուցեցինք, այսինքն սա էր մեր կառուցած մոդելը։ Ուրեմն սա էր մեր կառուցած մոդելը, հավանականային տարածություն եւ յուրաքանչյուր տարական պատահույթի համար համապատասխան հավանականություն։ Ուրեմն նախ ցույց տվեցինք, որ սա իրոք հավանականային մոդել է, այդ նշանակում է գումարը բոլոր հավանականությունների մեկ է, ու այս փոքր հաշվարկը ստեղ ցույց տվեց, որ իրոք այն ինչ որ կառուցեցինք, բնութագրում է Բեռնուլիի փորձը։ N անգամ կրկնում ենք Բեռնուլիի մոդելը, N անգամ կրկնում ենք նույն փորձը ու ասում ենք, որ ամեն անգամ A-ն դիտարկելու հավանականությունը հավասար է P-ի։ Շատ լավ, կան սրա վերաբերյալ հարցեր։ Լավ, եթե չկան հարցեր, եկեք հիմա փորձենք պատասխանել այս հարցին։ Ինչ հավանականությամբ է A-ն դիտարկվում N փորձի արդյունքում։ Մինչև այդ անելը եկեք մի հատ բան ֆիքսենք, ուրեմն այս ամեն ինչից հետևյալ հետևանք ունենք։ Ուրեմն հետևանք։ Ուրեմն մենք տեսանք, որ եթե վերցնենք գումար բոլոր հնարավոր արդյունքներով ու նայում ենք P AI Q1 հանած AI, այս ստեղից, եթե մենք սրան ուշադիր նայում ենք, ստեղ ստացվում է P գումարած Q անգամ այս գումարը։ Հետո սրա համար կարող ենք այդ նույն բանը կրկնենք։ Մի խոսքով այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ այս հավասար է իրականում ցանկացած P-ի եւ Q-ի համար, սա հավասար է P գումարած Q-ի n աշճանի։ Այսինքն կրկնելով այս բանը, այն ինչ որ մենք ապացուցեցինք ստեղ ինդուկցիայով, սա նույն ձևով, եթե շարունակում ենք, ուրեմն ստեղ ստացվեց P գումարած Q անգամ նույն գումարը, այս գումարը կարող ենք ընդհանուր հանել, կստացվի P գումարած Q, այս գումարն էլ նույնն էր, ինչ որ n-1 երկարության փորձերի համար այս գումարը։ Այսինքն ինդուկցիայով կարող ենք ապացուցել, որ այն ինչ որ գրված է ստեղ, իսկ գրված էր սա, հավասար է P գումարած Q-ի n աշճան։ Այս հետոյի համար, այս բանին մեզ պետք չի սա, սա հավասար է P գումարած Q-ի n աշճան։ Հիմա եկեք նայենք, թե ինչ հավանականությամբ A-ն կդիտարկվի M փորձի արդյունքում։ Ուրեմն հիմա գրենք այդ հավանականությունը։ Հավանականությունն ենք ուզում հաշվել, որ A-ն դիտարկվել է M փորձի արդյունքում։ Ինչ ես պետք է անեմ։ Ես պետք է գրեմ գումար M բոլոր պատահույթների, որտեղ մեկերի թիվը հավասար է M-ի։ Ուրեմն որտեղ այստեղ կա M հատ 1։ Ու պետք է վերցնեմ դրանց այս պատահույթների հավանականությունը։ Ուրեմն եւս մի անգամ փորձենք հասկանալ։ Ուրեմն ես ուզում եմ հասկանալ, թե ինչ հավանականությամբ է A-ն դիտարկվել ուղիղ M փորձի արդյունքում, այսինքն M անգամ
ան դիտարկվել է եւ n հանած m անգամ ան չի դիտարկվել։ Դրա համար ասում եմ, վերցնում ենք մեր բոլոր տարրերը հավանականային տարրության, որոնց մեջ կա ուղիղ m հատ 1։ Այդ դեպքում ես կարող եմ ասել, որ m փորձի արդյունքում դիտարկվել է ան եւ մնացած բոլորի արդյունքներում չի դիտարկվել ան։ Հիմա այս հավանականությունը, որ ստեղ գրված էր, այստեղ գրված հավանականությունը, իրականում սրանք բոլորը նույնն են այս տեսակ հաջորդականությունների համար, քանի որ սա հավասար կլինի, ուրեմն նույն բանն է ստեղ գրած, եկեք չգրեմ, m անգամ, եկեք մի անգամ այս բանը նորից գրեմ, ուրեմն a1 b a1 q 1 հանած a1 b an q 1 հանած an, ուրեմն ստեղ մեկ արժեք a-ին ընդունում է ուղիղ մեկ անգամ, ուղիղ m անգամ, ու այդ դեպքերում ստանում եմ ես p։ Եվ ուղիղ n հանած m անգամ a-ին ընդունում է 0 արժեք, այդ դեպքում ես ստանում եմ q։ Այսինքն այս գումարը, որ գրված է ստեղ, այս նույնն է, որ գումար, էլի այս նույն a1 այն-ների համար, ստեղ կարող եմ գրել p-ի m աստիճան և q-ի n հանած m աստիճան։ Այսինքն այս էր հիմնական դիտարկումը, որ եթե ան ստացվել է ուղիղ m անգամ, ապա այս հավանականությունները կախված չեն հաջորդականությունից, կախված են միայն այս m թվից, ստացվում է p-ի m աստիճան և q-ի n հանած m աստիճան։ Հիմա մնում է հասկանալ, քանի որ նույն գումարը ստացվեց, մնում է հասկանալ, այսինքն այս գումարը ստացվում է հետևյալը։ Ես կարող եմ գրել p-ի n աստիճան, q-ի n հանած m աստիճանը, ես ընդհանուր հանեցի, ու ես պետք է հաշվեմ այ հետևյալ բազմության, թե հետևյալ բազմությունը քանի անդամ ունի։ Անդամների թիվը a1 an հաջորդականությունները, որոնց համար որտեղ կա m հատ 1։ Ես նայում եմ այս բազմությունը և հաշվում եմ դրա անդամների թիվը։ Հիշեցնեմ, որ եթե ունեմ ինչ-որ բազմություն, ապա այս ձևով նշանակում եմ b-ի անդամների թիվը, b-ի տարրերի թիվը։ Այսինքն ես ունեմ n տարր, a1 an, դրանցից պետք է ընտրեմ m-ը, որտեղ կլինի 1։ Բայց սրա լուծում մենք տեսել ենք ինչ-որ ժամանակ առաջ և անուն ենք տվել սրան, սա զուգորդություն է n-ից m-ական։ Ուրեմն ես հավասար է զուգորդություն n-ից m-ական, մենք նաև նշանակել ենք այս ձևով n-ից m-ական, ուրեմն p-ի n աստիճան և q-ի n հանած m աստիճան։ Ընդ որում այս հայտնի էր ինչի հավասար է n ֆակտորիալ բաժանած n ֆակտորիալ և n հանած n ֆակտորիալ։ Ուրեմն մի հատ նորից ոնց ստացանք այս արդյունքը։ Մենք ուզում ենք հաշվել հավանականությունը, որ ան դիտարկվել է ուղիղ m փորձի արդյունքում։ Գրում ենք այդ հավանականությունը, մենք ունենք արդեն հավանականային մոդելները, բոլոր հնարավոր արդյունքները կարող եք նկարագրել այս մոդելի շրջանակներում, վերցնում ենք բոլոր հաջորդականությունները, որտեղ կա ուղիղ 1 m հատ 1։ Համապատասխան հավանականությունը արդեն կախված չի լինի կոնկրետ հաջորդականությունից, կախված կլինի միայն m-ից ու հավասար կլինի սրան։ Սա հանում եմ ընդհանուր, մնում է գումար մեկերի, քանի անգամ պետք է 1 կրկնեմ, ուղիղ այնքան անգամ, ինչքան որ այս տեսակ հաջորդականություն կա, որ պարունակում է ուղիղ m հատ 1։ Այսինքն ես հաջորդականության մեջ պետք է ընտրեմ n տեղերը, որտեղ դնում եմ 1։ Այսինքն n հատից պետք է ընտրեմ m-ը, այս էլ կոչվում է զուգորդություն n-ից m-ական։
ու դրա թիվը մենք հաշվել էինք, ստացվում էր սա։ Այսինքն հիմա կարող ենք գրել այն ինչ որ կոչվում է Բեռնուլիի բանաձև։ Բեռնուլիի բանաձևը ասում է, որ հավանականությունը, որ an կդիտարկվի ուղիղ n փորձի արդյունքում, կամ m բոլոր փորձի արդյունքում գրենք, եկեք տանեմ ներքև, որ նույն տողի վրա լինի, հավասար է, n ինչ որ ստացվեց, զուգորդություն n-ից m-ական, p-ի m աստիճան և q-ի n հանած m աստիճան։ Եկեք սրան ինչ որ անուն տանք, p, n, m, մեզ սահմանում է, սա սահմանվում է այս սրանով։ Այսինքն PNM-ով նշանակել եմ հավանականությունը, որ n փորձի արդյունքում an դիտարկվել է ուղիղ m անգամ, ու դրա հավանականությունը, ինչպես հաշվեցինք, հավասար է սրան։ Հիմա արդյոք կան հարցեր։ Այս Բեռնուլիի բանաձևը հիմնական բանաձևն էր այսօրվա դասի, որը մենք օգտագործենք հաջորդ դասին, որպեսզի ապահովենք մեծ թվերի օրենքը, կոնկրետ այս մոդելի համար։ Արդյոք ստեղ հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք եւս մի դիտարկում անենք, հետո կանցնենք օրինակների։ Ուրեմն, եթե վերցնեմ այս պատահույթը ու վերցնեմ m-ի բոլոր հնարավոր արժեքները 0-ից n, ապա ես ստանում եմ ամբողջ հավանական բոլոր հնարավոր ելքերը։ Այսինքն, եթե ես վերցնեմ գումար, երբ m-ը փոխվում է 0-ից n, p, n, m, ես ստանում եմ բոլոր հնարավոր պատահույթները, իսկ բոլոր հնարավոր պատահույթների հավանականությունների գումարը հավասար է 1-ի։ Այսինքն, այ գումար m-ը հավասար է 0-ից n, c, n-ից m-ական, p-ի m աստիճան և q-ի n հանած m աստիճան, ես ստացել եմ բոլոր հավանականությունները, բոլոր պատահույթների հավանականությունների գումարը։ Այսինքն, ես ստացվել է մյուս կողմից, ես կարող եի գրել հետևյալ ձևով. գումար a1 an պատկանում է u-ին ու սրանց յուրաքանչյուրի հավանականությունը p a1 an։ Բայց այս էլ վերևում մենք տեսանք ինչի էր հավասար։ Իմիջիայլոց ստեղ մոռացել եմ արտադրյալի նշանը, արտադրյալ ին հավասար է 1-ից n։ Ես հավանականությունն եմ գրել յուրաքանչյուրի, սա էր։ Ոնց որ ստեղ։ Սա հենց ուրեմն այս հենց հավանականությունն արտադրյալներ ին հավասար է 1-ից n, p a-ի, q 1 հանած a-ի։ Բայց մյուս կողմից սա էլ մենք տեսանք, որ հավասար է p գումարած q-ի n աստիճանի, այս ամբողջ գումարը։ Այսինքն ստեղից ստանում ենք միանգամից հետևյալ բանաձևը, եթե մոռանանք ինչ է գրված մեջտեղում, ստանանք ուրեմն հետևանք, որ p գումարած q-ի n աստիճանը հավասար է գումար, m հավասար է 0-ից n, զուգորդություն n-ից m-ական,
P-ի M և Q-ի N հանածեմ։ Այս բանաձևը, որը մենք ելի ենք տեսել, կոչվում է Նյուտոնի երկանդամի բանաձևը, ու մենք այս ուրիշ ձևով ենք ապացուցել, այսինքն ստանում ենք ևս մի ապացույց Բեռնուլի մոդելի ուսումնասիրության արդյունքում։ Արդյոք կան հարցեր, այս կարելի ասել տեսական մասն էր, հիմա մի երկու օրինակ կնայենք։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն եկեք երկու օրինակ ուսումնասիրենք, օրինակներ։ Բոլոր օրինակները բնականաբար գրքից է վերցրած, այսինքն եթե ինչ-որ բան բարձ չլինի, կարող եք նորից նայել գրքում։ Ուրեմն ընտանիքում կա 10 երեխա, ուզում ենք հաշվել ու ենթադրենք, որ ամեն անգամ աղջիկ կամ տղա լինելու հավանականությունը նույնն է 1/2, այսինքն այս Բեռնուլի մոդելն է, որտեղ P-ն հավասար է Q-ի հավասար է 1/2-ի։ Ուրեմն ընտանիքում կա 10 երեխա։ Ինչ հավանականությամբ կա M տղա։ M-ը բնականաբար թիվ է, որը փոխվում է 0-ից 10 միջակայքում ամբողջ թիվ է։ Կա 10 տղա։ Ուրեմն ենթադրում ենք, որ տղա լինելու հավանականությունը 1/2 է, այսինքն ստեղ մենք ունենք Բեռնուլիի մոդելը, որտեղ P-ն հավասար է Q-ի հավասար է 1/2, այսինքն այն ինչ որ մենք առաջ էլ էինք տեսել։ Հիմա ինչ պետք է հաշվենք։ Պետք է հաշվենք այս հավանականությունները, որտեղ P-ն հավասար է Q-ի հավասար է 1/2, այսինքն ըստ էության զուգորդությունների մասին է խոսքը։ Ընդ որում այս զուգորդության բանաձևին նայելիս միանգամից պարզ է դառնում, որ CNM-ը, այսինքն մասնավորապես տեղից կարող ենք գրենք, որ CN զուգորդություն N-ից M-ական, այդ նույնն է, ինչ որ զուգորդություն N-ից N հանած M-ական, միջայլոց ստեղ, բայց ստեղ հիմա այդ կօգտագործենք, այսինքն մեր այս հավանականությունները, որ մենք նշանակել էինք P 10 M-ով, այս հավանականությունն է, որ կա M տղա, կարող ենք ասել հետևյալը, որ P սա հավասար կլինի P 10 հանած M-ի։ Որում սա ճիշտ է ցանկացած M-ի համար։ Ցանկացած M-ի համար, որը փոխվում է 0-ից 10 միջակայքում։ Հիմա եկենք գրենք, թե ինչ է ստացվում։ Ուրեմն հավանականությունը, որ տղա չլինի, այդ նույնն է, որ հավանականություն, որ լինի 10 տղա, ու ինքը բավական փոքր է։ Ինչ ենք գրում, պետք է գրենք զուգորդություն 10-ից 0-ական, բայց այդ հավասար է 1-ի, այսինքն ստեղ ստացվում է 2-ի մինուս 10 աստիճան։ Մի հատ եկեք նորից բանաձևին նայենք, սա է բանաձևը, երբ M-ը հավասար է, ստեղ միշտ նույն թիվն է ստացվում է 2-ի մինուս 10 աստիճան, քանի որ երկուսն էլ 1/2 են, ստացվում է 1/2-ի N աստիճան, N-ն էլ 10 է, ստացվում է 2-ի մինուս 10 աստիճան, այսինքն միայն սա պետք է հաշվենք։ Ուրեմն հավանականությունը, որ բոլոր տղային կամ բոլոր աղջիկ փոքր է եւ հավասար է 2-ի մինուս 10 աստիճանի։ Հավանականություն, որ կա մի տղա կամ 9 տղա, էլի շատ մեծ չի, ինչ պետք է անեմ, զուգորդություն 10-ից 1, այդ ստացվում է 10 եւ 2-ի 10 աստիճան։ Այսինքն 2-ի 10 աստիճանը եկեք գրենք, այդ ստացվում է 10 1024, 2-ի 10 աստիճանը հավասար է 1024։ Մի խոսքով, այս բանը անելով կարող ենք բոլոր հավանականությունները հաշվել, մասնավորապես հավանականությունը, որ կա ուղիղ 5 տղա, այսինքն կես տղա, կես աղջիկ, ինչ է ստացվում, զուգորդություն 10-ից 5, այսինքն ստացվում է 10 ֆակտորիալ, բաժանած 5 ֆակտորիալի քառակուսի ու անգամ 2-ի մինուս 10 աստիճան,
Էս էլ դժվար չի հաշվելը, ստացվում է 252 այզոգործությունների թիվը եւ բաժանած 1024, այսինքն մոտավորապես 1/4, այսինքն 1/4 հավանականությամբ 10 երեխա ունեցող ընտանիքում կեսը տղային, կեսը աղջիկ։ Հարցեր այս օրինակի վերաբերյալ, լավ, եթե չկան, եկեք երկրորդ օրինակը նայենք։ Ուրեմն երկու շախմատիստ վիճարկում են 10 հանդիպումից բաղկացած մենամարտ, այսինքն 10 պարծա են խաղում, ընդ որում ենթադրում ենք, որ ոչ ոքի չի կարող ունել, կամ մեկն է հաղթում, կամ մյուսը։ Վիճարկում են 10 հանդիպումից բաղկացած մենամարտ, չգիտեմ, մենամարտ այս դեպքում ասում են թե չէ, բայց լավ, ուզում եմ պարզ ինչ նկատի ունեմ։ Ընդ որում հայտնի է, որ հավանականությունը, որ կհաղթի առաջինը, ամեն հանդիպան, ամեն պարծայի ժամանակ հանդիպի կհաղթի առաջինը, հավասար է, ասենք, թող լինի 2/3, ու դե բնականաբար հավանականություն, որ կհաղթի երկրորդը, կստացվի 1/3։ Ուրեմն 10 հանդիպում է տեղի ունենում, ենթադրում ենք, որ հանդիպում ոչ ոքի վերջանալ չի կարող, ուզում ենք հաշվել հետևյալ 3 հավանականությունը, ուրեմն մենամարտը կհաղթի առաջինը, մենամարտը կհաղթի առաջինը, կամ երկրորդը, ու ուզում ենք հաշվել նայել հավանականություն, որ մենամարտը կվերջանա ոչ ոքի, այսինքն 5 հատ մեկը կհաղթի, 5 հատ մյուսը։ Եկեք ես մենամարտը կհաղթի առաջինի փոխարեն ես պարզապես գրեմ 1, այսինքն ես նույնն է, որ մենամարտը կհաղթի առաջինը, ու հավանականություն, որ մենամարտը կհաղթի երկրորդը։ Ուրեմն ուզում եմ հաշվել 3 հավանականություն։ Ենթադրում ենք, որ պարծաների արդյունքները միմյանց վրա չեն ազդում, այսինքն ունենք 10 միմյանցից անկախ պատահույթ, ամեն անգամ առաջինի հաղթելու հավանականությունը հավասար է 2/3-ի։ Հիմա հարց է ծագում, թե ինչքան կլինի հավանականություն, որ առաջինը ամբողջ հանդիպումը կհաղթի, ամբողջ մենամարտը կհաղթի, նույնը երկրորդի համար եւ ինչ հավանականությամբ կվերջանա ոչ ոքի։ Ուրեմն, մի քիչ մտածելուց հետո հասկանում եք, որ իրոք Բեռնուլիի մոդելն է, ամեն անգամ կա 10 փորձ, ամեն անգամ կարող ենք դիտարկել այս մեր արդյունքը այդ առաջինը հաղթելու ելքն է, ուզում ենք հաշվել հավանականությունները։ Հիմա հավանականությունը, որ մենամարտը կհաղթի առաջինը, ինչ է նշանակում։ Նշանակում է ինքը կհաղթի 6, 7, 8, 9, 10 վարցայում։ Այսինքն ես պետք է վերցնեմ P-ն 16 գումարած P 17 եւ այլն, մինչև P 10, այս P-ն իզուր գրեցի, մենք սովորական P-ով ենք նշանակել, P 10, 10։ Սա է առաջինի հաղթելու հավանականությունը։
Ուրեմն եկեք գրենք մանրամասն այս ինչ է նշանակում։ Ուրեմն զուգորդություն 10-ից 6-ական, ուրեմն առաջինի հաղթելու հավանականությունը 2/3 էր, ես պետք է վերցնեմ 6-րդ աստիճան եւ 1/3-ի մնացածը 4-րդ աստիճան։ Հաջորդ անդամը զուգորդություն 10-ից 7-ական, 2/3-ի 7 աստիճան եւ 1/3-ի մնացածը 3 աստիճան եւ այլն, 10-ից 8-ական, 2/3-ի 8 աստիճան, 1/3-ի քառակուսի, գումարած զուգորդություն 10-ից 1-ական, 2/3-ի 9 աստիճան, 10-ից 1 գրեցի, բայց իրականում 9 պետք է գրեի, չնայած նույն թիվն է, բայց որը պարզ լինի ինչի մասն է խոսքը, 2/3-ի 9 աստիճան եւ 1/3-ի 1/3 եւ գումարած վերջի անդամը զուգորդությունները ստացվում են 10-ից 10-ական ստացվում է 1 եւ լինում է 2/3-ի 10 աստիճան։ Հիմա ստեղ ինչ կարող ենք անել։ Նախ կարող ենք 3-ի մինուս 10 աստիճանը հանել ընդհանուր։ Կարող ենք նաև 2-ի 6 աստիճանը հանել ընդհանուր։ Ստեղ ասացի 3-ի, բայց գրեցի 2-ի։ Ուրեմն 3-ի մինուս 10 աստիճանը անում ենք ընդհանուր։ Անգամ 2-ի 6 աստիճանն ենք անում ընդհանուր։ Մնացածը թողնում ենք փակցերի մեջ։ Այսինքն ինչ կստացվի 10-ից 6-ական զուգորդություն, ստեղ փակցերի մեջ փաստորեն բան չմնաց, մնաց 10-ից 6-ական, գումարած 10-ից 7-ական փակցերի մեջ մնաց 2-ի պարզապես 2 անգամ 2, որտեղ ստեղ 3-ի մինուս 10-ը եւ 2-ի 6-ը հանել ենք, գումարած զուգորդություն 10-ից 8-ական եւ 2-ի քառակուսի, գումարած զուգորդություն 10-ից 9-ական անգամ 2 եւ գումար չէ 2-ի խորանարդ եւ գումարած 2-ի 4 աստիճան։ Մի խոսքով, այս ամեն ինչ, որ իրար գումարում ենք, դժվար չի հաշվել, նույնիսկ առանց հաշվիչի ձեռքով կարելի է հաշվել, ստացվում է 2-ի 6 աստիճան, անգամ այս ամբողջ գումարը ստացվում է 242 եւ բաժանած 3-ի 10 աստիճանի։ Այս արդեն երևի հաշվիչով է պետք հաշվել, հաշվում ենք, ստանում ենք 0.7, 8, 6, 9։ Այսինքն, չնայած 1 բարձրան հաղթելու հավանականությունը հավասար է 2/3-ի, ամբողջ հանդիպումը, ամբողջ մենամարտը հաղթելու հավանականությունը հավասար է համարյա 4/5։ Այսինքն, համարյա 80% հավանականությամբ առաջինը հաղթում է։ Նույն ձևով, եթե հաշվում ենք երկրորդի հավանականությունը հաղթելու, լրիվ նույն բանն է արվում, բայց պարզապես այս անգամ մեզ հետաքրքրում է հետևյալը, որ առաջինը կհաղթի, այսինքն ան առաջինը հաղթելու պատահույթը դիտարկվի 0 անգամ, 1 անգամ եւ այլն մինչեւ 4։ Այս էլ նույն ձևով հաշվում ենք, ստանում ենք 0.0.0.765։ Այսինքն չնայած մի բարձր հաղթելու հավանականությունը 1/3 է, ամբողջ հանդիպումը հաղթելու հավանականությունը բավական փոքր է, այսինքն նույնիսկ 10% չի կազմում։ Եվ հավանականությունը, որ կլինի ոչ ոքի հավանականությունը ստացվում է էլի նույն, այսինքն այս նույնն է ինչ որ P 10-ից 5-ական, 10-ից 5, այսինքն 5 հատ առաջինն է հաղթել, 5 հատ երկրորդը, 0.1366։
Դե հաշվարկների մանրամասը չեմ գրում, որովհետև դժվար չի անելը։ Մի անգամ քիչ թե շատ մանրամասնեցինք, մնացածը արվում է նույն ձևով։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա վերջի բանն ենք անում այսօրվա։ Ուրեմն, ստեղ մենք ունեցանք ինչ-որ ֆունկցիա, որ եթե n-ը ֆիքսում ենք, ապա ստացել ենք հետևյալ ֆունկցիան, որը m-ի համապատասխանության մեջ է դնում համապատասխան հավանականությունը, որ մեր a արդյունքը կդիտարկվի ուղիղ m փորձում։ Հարցը հետևյալն է, թե ոնց է պահում իրեն այս ֆունկցիան։ Այսինքն, այս որոշված է 0n միջակայքի վրա, ամբողջ թվերի։ Մեզ հետաքրքիր է, թե այս ֆունկցիան ոնց է իրան պահում, մասնավորապես երբ է աճում, երբ է նվազում։ Եկեք գրենք, ուրեմն մեզ հետաքրքիր է, թե մի րոպե ստեղ թարս գրեցի, որտեղ n-ը ներքևն ենք գրում, m-ը փաղաքցի մեջ։ Ուրեմն եկեք տեսնենք, թե այս քանորդը Pn m գումարած 1-ը երբ է մեկից մեծ, երբ է մեկից փոքր։ Ուրեմն հավանականությունն ենք գրում։ M գումարած 1-ի Pn m գումարած 1-ը հավասար է ինչի։ Ուրեմն պետք է գրեմ զուգորդություն n-ից m գումարած 1-ական, այսինքն լինում է m ֆակտորիալ բաժանած m գումարած 1 ֆակտորիալ եւ n հանած m հանած 1 ֆակտորիալ անգամ p-ի m գումարած 1 եւ q-ի n հանած m հանած 1։ Այս ես գրեցի համարիչը։ Բեռնուլի բանաձևներ, պարզապես m-ը փոխարինեցի, որ է Բեռնուլի բանաձևը։ Սա էր։ Պարզապես m-ը փոխարինեցի m գումարած 1-ով։ Ես ինչ-որ բանը մեջ վերցնեմ, որ վերադառնում ենք սրան։ Հիմա PNM-ը պետք է գրեմ հայտարարում։ Ինչ կստացվի։ Կստացվի m ֆակտորիալ n հանած m ֆակտորիալ բաժանած n ֆակտորիալի վրա, այս ես գրեցի զուգորդությունը, անգամ p-ի մինուս m եւ q-ի մինուս n հանած m, այսինքն մինուս n գումարած m։ Նստեղ ինչ-որ բաներ կրճատվում են։ Ուրեմն n ֆակտորիալն է կրճատվում, p-ի m աստիճանը կարող եմ կրճատել, ստեղ կմնա p, եւ սա ստեղ կմնա q-ի մինուս 1։ Այսինքն ու սրանք էլ այս մյուս ֆակտորիալներն էլ կարող եմ ինչ-որ չափով կրճատել, այսինքն ստացվում է ուրեմն ինչ է լինում, եկեք գրենք։ Ուրեմն p-ի m գումարած 1, p-ի մինուս m, ստեղ ստացվում է p։ Q-ի n հանած m հանած 1 եւ մինուս n գումարած 1, գումարած m ստացվում է q-ի մինուս 1։ Հայտարարում ստացվում է m գումարած 1 եւ համարիչում ստացվում է n հանած m։ Կամ եկեք ամբողջ թվերը միասին գրեմ մնացածը առանձին n հանած m բաժանած m գումարած 1 եւ p բաժանած q։ Հիմա մեզ հետաքրքրում է երբ է այս մեծությունը, երբ է այս թիվը 1-ից մեծ։ Եկեք գրենք այդ պայմանը։ n հանած m գումարած 1 p-ն բաժանած q-ն մեծ է 1-ից։ Այս ինչ է նշանակում։ Ստացվում է n անգամ p հանած m անգամ p, այս գրեցի այս համարիչը, հայտարարը տանում եմ մյուս կողմ, ստացվում է, ինչ է ստացվում, m անգամ q, m անգամ q և գումարած q։
Մա եթե սա բերեմ ես կողմ, կստացվի MP գումարած NQ, այսինքն կստացվի M, այսինքն այս նույնն է, ինչ որ ասեմ NP-ն ավելի մեծ է, քան թե M գումարած Q-ն, կամ էլ կարող եմ պայմանը դնել M-ի վրա, ստացվում որ M-ը պետք է փոքր լինի NP հանած Q-ից։ Այսինքն սա է անհրաժեշտ եւ բավարար պայման, եկեք sense գրեմ, այս նույնն է, ինչ որ P N M գումարած 1-ը ավելի մեծ է, քան թե P N M-ը։ Լրիվ նույն ձևով կարող ենք այն մյուս դեպքերը նայել, թե երբ է հավասար, երբ է բան, եկեք մի անգամից արդյունքը գրեմ, ու ընդ որում դժվար չի հասկանալ, այստեղ այս անհավասարությունը ստացվեց, որպեսզի հավասար, որպեսզի հակառական հավասարություն տեղի ունենա, պետք է այստեղ նշանը փոխել։ Այսինքն եկեք ինձ սրա տակ գրեմ, M-ը երբ մեծ է NP հանած Q-ից, PN M գումարած 1-ը կլինի փոքր PN-ից։ Եվ երրորդ դեպքը, երբ հավասարություն կա, հավասարություն միշտ չի կարող լինել, պետք է որ NP հանած Q-ն լինի ամբողջ թիվ, ուրեմն M-ը հավասար է NP հանած Q-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ սրանք հավասար են, PN M գումարած 1-ը կլինի հավասար PN-ին։ Այսինքն, եթե սա ամբողջ թիվ չի, ապա գոյություն կունենա ընդամենը 1 M, որի դեպքում այս թիվը կլինի ամենամեծը, PNM-ը կլինի ամենամեծը։ Այսինքն, մինչև ինչ որ մի թիվ կաճի, հետո էլի կնվազի։ Այսինքն, մոտավորապես սա է տեղի ունենում։ Եթե ես վերցնում եմ 0N հատվածը, ապա այ մոտավորապես MP հանած Q-ի մոտ, եթե սա լինի, թող սա լինի MP հանած Q-ն, եթե M-ը փոքր է MP հանած Q-ից, ապա աճում է, մինչև ստեղ աճում է, երբ որ M-ը մեծանում է, դառնում է ավելի մեծ, սկսում է նվազել։ Այսինքն, մեջ տեղում ինչ որ մի մաքսիմումի կետ կա, կարող է երկու հատ լինել, որովհետև երբ M-ը հավասար է MP հանած Q-ի, ունեմ հավասարություն, որից հետո սկսում է նվազել, այսինքն միայն այս դեպքում կլինի երկու մաքսիմումի կետ, մինչև այդ մաքսիմումի կետը աճում է, դրանից հետո նվազում։ Շատ լավ, արդյոք կան հարցեր։ Դե, եթե չկան հարցեր, ապա սրանով կսահմանափակվենք այսօր, հաջորդ անգամ կլինի մեծ թվերի օրենքը և դրանից հետո կսկսենք ուսումնասիրել պատահական մեծություններ հասկացությունը և դրա հետ կապված ինչ-որ տարրական բաներ։ Դե այսօր այսքանը, ստեսություն բոլորին։